Համաձայն եմ լիարժեք ձեզ հետ, պարոն Միրզոյան, ուղղակի կավելացնեմ, որ նաև բռնության ընկալումը մեզանում ամբողջական չի։ Մեզ թվում է, թե բռնությունը մենակ ֆիզիկական կոնտակտն է, եթե ֆիզիկական կոնտակտ չկա, ուրեմն չկա բռնություն, բայց իրականում համենայն դեպս հետազոտությունները, որը ես կարդալու առիթ ունեցել եմ, ասում են, որ բռնությունը մենակ ֆիզիկական կոնտակտը չի, կամ կոնտակտի, ֆիզիկական կոնտակտի բացակայությունը, ֆիզիկական ներազդեցության բացակայություն դեռևս չի նշանակում բռնության բացակայություն եւ բռնության ձևեր կան, որոնք չի նշանակում, որ ինչ-որ մեկին խփում է։ Եվ եթե այս տեսակետից նայենք տրամաբանությունը, ընդհանրապես կարող ենք արձանագրել, որ բռնության միջավայր կա մեծ հաշվով, խտրականությունը, այդտեղ խտրականությունը ինչ է, այդտեղ իհարկե տերմինաբանության խնդիր կա, ես էդ էի ուզում ասեի, պետք է հասկանալ խտրականություն ասելով ինչ նկատի ունենք, բայց այդ բանավեճ է, բայց այո, այն որ կա բռնություն եւ բռնության միջավայր, դա ակնհայտ է, ընդհանուր առմամբ մեր երկրում կա բռնության միջավայր, որովհետեւ խոսքային վերբալ բռնությունն էլ է բռնություն, իսկ երբ որ տեսնենք այս առումով գնահատենք իրադրությունը, շատ բան կլինի, շատ ավելի տխուր պատկեր կստանանք, եւ բայց ես վերադառնալով հարցի մյուս հատվածին, երբ որ խոսում էի, որ տղաների կրթության նկատմամբ տղաների վերաբերմունքի ձևավորման մասին, հրճա մենք պետքա նաև, ես օրինակ այդ բանը ինձ զարմացրել է միշտ, ես տենց էլ չեմ կարողանում հասկանամ, դա որտեղից է ծագում եւ ինչից է գալիս։ Փոքր տղաներին հայհոյանք սովորացնելու մշակույթը։ Ասենք որ մեկ էլ տանը հյուրեր են հավաքում, ասենք բանը, միջոցը ոնց որ մարդիկ նորմալ նստած շփվում են, մեկ է արի, ասա դե բանին ինչ ես ասե, տատիկին ինչ ես ասե։ Ժողովուրդ կներեք, սա չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ, էլի, ասենք սա ես բարեբախտաբար կարգավիճակի բերումով ահագին երկար չեմ առնչում նման իրադրության հետ, որովհետև դե իմ մոտ տենց բաներ ենթադրում եմ վերջին տարիներին այդպիսի տեսարաններին ականատես չեմ ելնում, բայց եթե ինձ ասեք, որ հիմա էլ չկա տենց բան, ես կերջանկանամ, բայց ես ենթադրում եմ, որ դա ընդամենը նրանից է, որ ընդունված չի վարչապետի մոտ տենց տեսարանները ի ցույց դնել։ Չնայած եթե ընդունված չի, ուրեմն կանկալում, որ դա այդքան էլ տենց լավ բան չի։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։